դուխը տվեք այդ երեխուն, այսինքն ամեն հարցում իրան ասեք, որ ինքը ամենալավն է, իր մոտ ամեն ինչ կստացվի։ Գոնե մինչև այդ 7 տարեկանը, մինչև արդեն տալիս ես աշխարհին, հասարակության այդ երեխուն, գոնե արդեն դու ինքը մի քիչ ամուր էություն դառնա նոր փոխանցես, էլի։ Այն պահից սկսած, երբ որ մենք բաց ենք թողնում այդ բոլոր վախերը եւ վստահում ենք մեր ստեղծած տիեզերքին, աշխարհին, հենց այդ պահից սկսած էլ երեխան իր մեջ ստանում այդ վստահությունը ապրելու եւ գնում այդ կյանքը վայելելու։ Իր քո ճանապարհը սիրուց դրդված, ոչ թե վախից, որտեղ վախից դրդված կոնտրաստ քայլերը քեզ տան ուղակի գոյատևում ես, չես վասում, չես գնում այդ քեզ բաժին հասած կյանքը ապրում։ Անկամ իր այդ քնելու process-ը ես կարողանում եմ կազմակերպել ուղակի հոգեվիճակ փոխանցելով։ Ամեն վախը հաղթահարելուց, sense մի հատ ոնց որ գանձերի կճուճ էր սպասվում ինձ այդ վախի հետևը։ Որովհետև հենց որ ազատվում ես քո վախից, դու բառեզբուն իմաստով ազատվում ես։ Լինել խիզախ չի նշանակում, չէ՞, չվախենալ, նշանակում է վախենալ ու անել։ Բարև ձեզ։ Այսօր արդեն Հայաստանից շատ հետաքրքիր զրույց ենք պատրաստում ձեզ համար։ Այսօր իմ հյուրն է Մարգարիտան, մի շատ լուսավոր անձնավորություն, տարբեր տրեյնինգների հոգեբանական ինքնազարգացման մասնակցած։ Ոնց ես Մարգարիտա ջան։ Լավ, շնորհակալ եմ։ Դու ոնց ես։ Շատ լավ եմ, վստահ եմ, որ շատ հետաքրքիր զրույց եմ մեզ սպասվում։ Այսօր որոշել ենք խոսանք վախերից, չէ՞ միասին։ Այո։ Սկսի։ Կարծում եմ, որ շատ կարևոր թեմայի մասին ենք այսօր խոսելու։ Մի զգացողության, որը որ հիմք է հանդիսանում շատ տարբեր իրավիճակների, հիվանդությունների եւ ըստ քեզ Նիկ ջան, ինչի վրա են ազդում վախերը, օրինակ ինչ կարող լինի վախերից։ Այո, վախերը ամեն ինչի հիմքում հենց վախն է, այսինքն վախերի պատճառով ստանում ես ֆիզիկական առողջական խնդիրներ, վախերի պատճառով դու հետ ես մնում քեզ ոնց որ այդ բաժին ասած կյանքը ապրելուց, վախերի պատճառով իրոք լուրջ են դրական առաջ տանող քայլերից քեզ հետ է պահում վախերը կյանքում ու մեկ էլ նայում ես տեսնես կյանքը տանցավ ու դու այդ վախերի պատճառով ասես մի փոքրիկ քեզ կոմֆորտ սարքեցի, ասես բաբուլի պես, փուչիկի պես ու քեզ պահում ես ընդհանրապես դրա մեջ։ Դրա համար ես շատ եմ խոսում այդ թեմայի շուրջ, այդ կոմֆորտի բացասական ազդեցությունը հա մարդկային այդ առաջընթացի վրա, իսկ կոմֆորտն էլ ինչի է ստեղծում այդ վախը քեզ փարատելու համար էլի։ Այսօրվա օրը չես ապրում վախի պատճառով։ Համաձայն ես, որ ինքը մեզ շատ սահմանափակող մի հատ գործոն է, որը որ մեզ հետ է պահում մեր կյանքի բարիքներից, առողջությունից։ Միանշանակ։ Եվ այսօր ուզում եմ խոսենք նաև թե ինչպես վախերը անդրադառնում են մեր երեխաների առողջության վրա ու իրենց կյանքի վրա առհասարակ։ Այսինքն մեր վախերը անդրադառնում են մեր երեխաների վրա։ Շատ հիանալի է, ուրույն ես լսում։ Ու ինչ կարող է լինել երեխայի հետ, եթե իր ծնողը չվախենա։ Այստեղ միշտ ասում եմ, որ ծնողի ամենակարևոր դերը երեխայի կյանքում դա երեխային գոնե չխանգարելն է։ Եթե կարող ենք իրեն ինչ-որ բանով օգնել, սատարել, աջակցել, անենք։ Եթե ոչ, գոնե չխանգարենք։ Իսկ այս պարագայում վախերն ինչ են անում, իրեն միանգամայն կաշկանդում են, հետ են պահում իր ցանկություններից, իր երազանքներից, որովհետև մենք իր վրա փաթաթում ենք մեր վախերը, որ այստեղ մի գնա, այսա մի արա, ասա վտանգավոր է, դա էլ գալիս է իհարկե շատ ավելի խորքից, մեր վախերից, մեզ էլ են այդ վախերը ժամանակին փոխանցել, դա էլ պարզապես է ինչ որ մի օրում չի առաջացել, չէ՞, մեզ մոտ։ Եվ արի խոսանք նրանից, թե ինչ կլինի, եթե մեր երեխաները այդ մեր վախերը չունենան։ Եվ երեխաների կյանքը այդ վախերով եւ առանց այդ վախերի ու հատկապես իրենց առողջական վիճակը։ Շատ եմ նկատում երեխաների կյանքում հենց երեխաների մոտ տարբեր հիվանդություններ, որոնք գալիս են ծնողի վախից, որ այ նա կհիվանդանա, այ հիմա այսպես կլինի, այնպես կլինի եւ դա ի վերջո զարգանում ու դառնում է հիվանդություն կամ շատ ծանր իրավիճակ երեխայի կյանքում։
ու այստեղ ես էլ ունեմ իմ անձնական փորձը, իմ պրակտիկան, թե իմ կյանքում ինչպես է եղել, իմ երեխաների կյանքում ինչպես է եղել, ու այստեղ կարող ենք պատմել նաև մեր երեխաների, հա, կյանքի փորձից, ու փոխանցենք մարդկանց հենց մեր դրական փորձը։ Համաձայն ես։ Քանի որ վախերը հենց այդ հիվանդությունների առաջացման պատճառն են հանդիսանում, ու շատ դեպքերում նկատել եմ, որ այն ինչից վախենում է ծնողը, հենց դա էլ երեխայի մոտ առաջանում է, ծնված օրվանից սկսված, հա, վախենում է, որ կգնա մանկապարտեզ ինքը կհիվանդանա, հիվանդանում է, վախենում է, որ կգնա այս կամ այն ազգականների մոտ ինքը հիվանդանում է, որովհետև իրականում երեխան հիվանդանում է ոչ թե ինչ-որ մի իրավիճակից, օրինակ մրսելուց, այլ ծնողի վախերից։ Ինչ կլինի, եթե ծնողը շատ հանգիստ թողնի երեխային տատիկ պապիկի տանը, մանկապարտեզում, իր ծնողների մոտ առանց այդ անհանգստության ու առանց տագնապի զգացումի։ Այդ տագնապի զգացումը հիմա մեր կյանքում շատ է շատացել, չէ՞։ Դու նկատել ես այդպես բան։ Իհարկե, այդ ասած այդ կապված ես կարծեմ էլ հենց այս podcast-ներում խոսացել եմ մի անգամ, աղջիկս մի քանի տարի առաջ, աղջիկ երեխա մի 7 տարեկան, 9 տարեկան ամենաշատը դպրոցով ուզում են տանեն ճամբար։ Ու դա տենց կինս է սկզբից իմանում, դա մի անգամից իր առաջ ռեակցիան մի մոտ երեխան ոնց կարի 3 օրով գնա ճամբար ու բանը հեռախոս չի լինելու մոտները, մենք իրավունք չունենք գնանք գանք, ասենց ինչ-որ մի հատ բան էլի, որ երեխեքը ոնց որ ինքնություն սովորեն։ Ու տես դեռ չի ուզում ոնց որ ինքը վատամարդ լինի, ասում է, սա պապան գա իրանից կհարցնես այն բանը, որ հեսա անպայման ես մերժելու եմ, էլի։ Ես ինքս չեմ գնացի ճամբար, որովհետև հերս վախեցել է ինձ թողնի, որ ես գնամ ճամբար։ Որ հասկանեք ինչի մասն է խոսքը։ Ու գալիս եմ տուն, աղջիկը սենց հրավառված գալիս է, ինքը իր պատկերացրած իրականությունն է ինձ փոխանցում, թե ինչ օր ունենալու, այն ինչ օրեր ունենալու, ու այդ լսելով ես հասկանում, թե ասեմ ներսս ինչ է լինում, ինչքան վատ մտքեր է սկսում առաջանալ, թե ինչ փորձանքներ կար այդ երեխային կատարվի, ու եկե սենց մի պահ, ոնց որ ինձ կանգնացնում ասում եմ, ուրեմն դու այդ տղեն ես, այդ կյանքով ես ապրել, որ հիմա մտածում ես, որ դու արժանի ես, որ քո աղջիկ երեխան սենց բաներ լինի։ Իհարկե, այս տիպի զրույցներ ունեցել էի, հասկացել էի, հա, ասենք, այդ աշխատանքը տալի եմ, որ հասկացել էի, թե վախերը ոնց է կյանքից հետ պահում ես ու հասկացել էի, թե իմ ծնողների վախերը ոնց է ինձ հետ պահել իմ կյանքը ապրելուց ու այդ պահի տակ ես շատ հպարտ եմ ինձանով, որ կարողացա բռնեմ ինձ այդ մտքին, հա, հասկանամ, թե ինչ սխալ եմ հենց հիմա ուզում գործել ու աղջիկս ասացի գնա Այդպես է, գիտես մի քիչ ողոնց գնա բան, թող գնա ամեն ինչ լավ կլինի ու այդ երեխան մինչև հիմա չի մոռանում այդ օրերը, որովհետև անցկացրել է, իրոք ծորդ իր կյանքը փոխող այն օրերից մենք բոլորս էլ ունենք, չէ՞ որ հետ ենք նայում, ուզում ենք մեզ մանկական հիշողություն հիշենք, մի քանի հիշողություն կա, չէ՞ Մարգարիտ, ասես վառ բերում մեզ հիշացնում։ Բայց 3 օր այդ հիշողություններից մեկն է դա առի մեր երեխու մոտ ու ես քիչ էր մնացել, իրան զրկեի այդ հիշողություններից իմ վախի պատճառով։ Տեսնում ես ինչ լավ է ու նկատել ես հաճախ նաև մասնագիտության ընտրության հարցում էլ է, չէ՞, այդպես լինում։ Ծնողները փոխանցում են այն վախը, որ այ ինչ նկարիչ, ինչ մարզիկ, սպորտով գնաս, ոչ փող ես վաստակելու, ոչ աշխատանք ես ունենալու, նկարչությամբ կամ արվեստով զբաղվես, ինչ երգիչ դառնաս կամ երգչուհի, այդ էլ մնացել պակաս, բայց այդ մարդու, այդ երեխայի գլխավոր տաղանդը հենց այնտեղ է, ու ստացվում է, որ ծնողը ետ է պահում երեխայի ամենակարևոր երազանքը իրականացնելուց։ Ու իր տաղանդները այդպես էլ մնում են պարփակված, վախերը ինքն էլ փոխանցում է իր երեխաներին եւ այդպես շարունակ։ Բայց այդ ամեն ինչը գալիս սկսվում է հենց ծնվելու պահից, ծնվելու օրվանից, հա, երբ որ երեխան ծնվում է, ու մենք վախենում ենք իրեն կպնել, մենք վախենում ենք, որ ինքը այ հիմա կմրսի, այ հիմա կհիվանդանա, այ հիմա ինչ-որ մի բան կլինի իր հետ, հա։ Այն պահից սկսած, երբ որ մենք բաց ենք թողնում այդ բոլոր վախերը եւ վստահում ենք մեր ստեղծած տիեզերքին, աշխարհին, հենց այդ պահից սկսած էլ երեխան իր մեջ ստանում այդ վստահությունը ապրելու,
եւ գնում է այդ կյանքը վայելելու։ Իր համար ստեղծվում են բոլոր հնարավորությունները, բացվում են բոլոր դռները եւ ինքը համարում է իրեն այդ իր կյանքի ստեղծողը։ Ինքը հասկանում է, որ ինքն է պատասխանատու իր կյանքի համար։ Ինքը կարող է դա անել, ու ինչքան մենք փոխանցում ենք այդ վստահությունը երեխային, որ չէ դու կարող ես, քո մոտ դա կստացվի, ինքը էլ ավելի շատ է հավատում, որ դա իր մոտ կստացվի, ու ինչքան են չէ նման օրինակները մեզ հայտնի մարդկանցից, օրինակ Նիկ Վույչիչը բոլորիս հայտնի, հա, ինչպես է այդպեսին դարձել է հենց իր ծնողի վստահությունից ու հավատից իր նկատմամբ, որ այո, ինքը դառնալու է մեծ մարդ, եւ բոլոր են մեծագույն մարզիկները, ոչ բոլոր, բայց մի քանի հայտնիները հաստատ հենց այդ հավատքից են ներշնչվել իրենց ծնողների, բայց ավելի համատարած է վախի մթնոլորտը, ավելի շատ գերիշխում է հենց այդ վախը, որը որ ծնողները տարածում են իրենց երեխաների նկատմամբ եւ իրենց ոչ միայն եւ իրենց կյանքում, այո, եւ իրենց կյանքում։ Ու օրինակ իմ փորձը այնպեսին է եղել, որ երեխաներս, զույգ աղջիկներս 20 թվականին ծնվեցին հենց COVID-ի շրջանում ու ես էլ այդ ժամանակ հենց COVID-ով հիվանդ էի։ Ու այնպես ստացվեց, որ իրանք 2 ամիս շուտ ծնվեցին ու շատ լուրջ առողջական խնդիրներով, թոքերի անբավարարություն, տեսողական խնդիրներ, մարսողության հետ կապված խնդիրներ, ու այդ շրջանում իսկ ինձ զարգացումը դեռ չէր վերջացել։ Զարգացումը, այո, դեռևս չէր վերջացել եւ շատ վաղ ծնվելու արդյունքում իրենք կյանքի ու մահվան շեմին էին իրականում եւ պայքարում էին կյանքի համար։ Դու էլ COVID-ով եք հիվանդ։ Եվ ես էլ COVID-ով էի հիվանդ։ Ու 1 ամիս իրենք մնացել են հիվանդանոցում, առանց ինձ թույլ չեն տվել, որ ես իրենց մոտենամ, ինձ թույլ չեն տվել, որ ես իրենց տեսնեմ, իրենց հպվեմ, իսկ դա մոր համար շատ տխուր իրավիճակ է, ու իրականում տագնապը հենց այստեղ կարող էր սկսվել։ Բայց ի զարմանս ինձ ես այնքան հանգիստ էի եւ ոչ թե անտարբեր էի, այլ շատ վստահ էի, որ իրենք առողջ վերադառնալու են ու ամեն բան շատ լավ է լինելու։ Մենք ամուսնուս հետ մեր տունն էինք պատրաստում իրենց գալուստին, իրենց մահճակալները, իրենց համար պայմաններ էինք ստեղծում, կարծես թե իրենք հեսա մի քանի օրից վերադառնալու են, ու այդպես էլ եղավ, պարզապես այդ մի քանի օրը 1 ամիս դարձավ, բայց իրենք իսկապես առողջ վերադարձան ու չնայած նրան, որ մեզ զգուշացնում էին, որ շատ խնդիրներ կարող են առաջանալ ընթացքում, ոչ մի խնդիր էլ չունեցան, որովհետև ես ի սկզբանե առաջին օրվանից սկսված ոչ վախեցել եմ, ոչ եղել է մի օր, որ լացեմ, անհանգստանամ, իսկապես այդ անհանգստությունը չի եղել։ Ու հիմա որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ դա զարմանալի մի հատ ուժ էր, որը մտել էր իմ մեջ այդ ընթացքում։ Զարմանալի ու ինձ համար էլ էր դա անսպասելի, որովհետև հիմա մամաները կհասկանան ինձ, որ մամայի համար դա շատ տարօրինակ է, որ դու չես անհանգստանում, չես վախենում, որովհետև մամաների մեջ դա կարծես թե ի սկզբանե դրված է, որ ինքը պետք է անհանգստանա իր երեխայի համար։ Մայրական բնած դա ասացել է։ Հա, ինքը պետք է վախենա, բայց չէ, հիմա սա եմ ուզում փոխանցել, որ ինչքան շատ մարդ գիտակցի, ինչքան շատ մայր ու ընտանիք, նաև տատիկ, պապիկներ գիտակցեն, որ որքան շատ մենք փոխանցենք այդ հանգստությունը մեր երեխաներին, իսկ այդ հանգստությունը, ուզում եմ շեշտեմ, դա ոչ թե անտարբերություն է, այլ վստահություն քո երեխային եւ աշխարհին։ Այո, հավատք ու վստահություն։ Բայց ես միշտ շատ եմ խոսում այս թեմայի շուրջ, այդ հատկապես չգիտեմ, այդ հավատացյալ կրոնական, հա, ասում ժողովրդի հատվածը, առաջի քրիստոնյա ազգ, ո՞ր մնացել ձեր հավատքը, որ այդքան ասենք այդ վախերով sense փակվել եք, չեք թողում, որ դուք ապրեք ձեր կողքիններն ապրեն։ Հավատքը հենց դրանում է։ Այդ հավատքը մենակ այդ սպիտակ նորքով լատիկին հավատալը չի, հավատքը այն է, որ հավատաս, որ դու արտանի չես վատ բաների։ Հավատաս, որ քո վաղվա օրը հաստատ լավն է լինելու, քո երեխեքին հաստատ լավն է լինելու, ու այդ հավատքն էլ արդեն փոխանցես քո երեխեքին էլի, այլ ոչ թե վախերը փոխանցես, որովհետև վախը այդ աստծո բացակայությունն է, հավատի բացակայությունն է, որտեղ որ կա այդ հույսը, հավատը, այդ սերը, այդ աստվածայինը, այդտեղ արդեն չկա այդ վախը։ Սիրո բացակայությունն է գուցե շրջապատի նկատմամբ, իհարկե այս բaragայում ոչ թե երեխայի նկատմամբ, այլ շրջապատի, ինքդ քո
Եվ ինչքան շատ զգաս այդ սերը քո ներսում, քո շրջապատի նկատմամբ եւ վստահությունը, վստահես քեզ, վստահես քո ուժերին, աշխարհին, մարդկանց, այդքան ավելի ապահով կլինի երեխայիդ համար։ Եվ այդ վստահությունն է նաեւ առաջացնում շատ հաջորդ քայլեր։ Վստահությունը հանդիսանում է սկիզբ մնացած հաջորդ քայլերի համար, հա։ Եվ ինչքան վախենում ես, այդքան քեզ հետ ապահում տարբեր գործողություններից ու հաջողություններից, ինչքան վստահում ես, այդքան հնարավորություն է ստեղծվում, որպեսզի դու սիրով գնաս այդ ճանապարհը կերտես։ Այդ ծնված օրվանից եթե մենք մեր երեխաներին այդպես վախով տարուրենք, բա ի՞նչ է լինելու հետո։ Ինչ է լինելու իր դպրոցական տարիներին, ինչ է լինելու ուսանողական տարիներին, մասնագիտության ընտրության մեջ, որպես մասնագետ ինքը ինչպես կկայանա, ինքը չի վստահելու իրեն, որովհետև իր ծնողները են առաջին մարդիկ, ովքեր իրեն այս աշխարհ են բերել, իրեն չեն վստահել, վախեցել են։ Այո, առաջի ոնց որ ծանոթացումը կյանքի հետ երեխաների համար ծնողների միջոցով են։ Արդեն այսօրվա մեր ձևավորած հասարակությունը հենց է ձևավորված, որ այդ ամենուեք այդ վախը կա։ Հեռուստացույց ես միացնում կամ մտնում ես ինտերնետ, մի անգամից այդ բացասական նորություններն է, չէ՞ բերում, որովհետև այդ վախն է վաճառվում, դա ավելի ուժեղ էմոցիա է վախը։ Իհարկե, ուժեղ ու շատ ցածր։ Եկեք այդ ամեն ինչը հասկանանք, հա, ու եկեք գիտակցաբար այդ վախի դեմ փորձենք պայքարենք ու հասկանանք, այս արդեն բոլոր ծնողների որտեղ շատ լավ թեմա է ընտրել, հա, խոսալ, այսինքն ծնողի վախի ներազդեցությունը երեխեքի նկատմամբ, որտեղ երեխան ծնվում ընդամենը երկու վախով։ Դա ընկնելու վախն է, հա, եւ բարձր ձայների վախն, ընդամենը երկու վախ։ Մնացած բոլոր վախերը կյանքի ընթացքում են կձեռքվել։ Ինչքան այդ ձևավորման ընթացքում այդ 0-ից 7 տարեկան չէ, այդ հատվածում ինչքան քիչ վախեր փոխանցեք այդ երեխուն, այնքան ինքը որպես ամուր էություն կմտնի կյանք, հա, ու արդեն ոնց որ ավելի հեշտ կլինի իր համար դիմադրել այն վախերին, որ դպրոցից սկսած արդեն հասարակությունը սկսելու իրան ցույց տա։ Գոնե այդ 0-ից 7 տարեկանը քանի այդ բոժոժ, հա, այդ բոժոժի մեջ է այդ երեխան, այդ ընտանեկան բոժոժի մեջ է, հա, փորձեք գոնե այդ ընթացքում այդ հույսը, հավատ, այդ դուխը տվեք այդ երեխուն, հա, այսինքն ամեն հարցում իրան ասեք, որ ինքը ամենալավն է, իր մոտ ամեն ինչ կստացվի։ Գոնե մինչև այդ 7 տարեկանը, մինչև արդեն տալիս ես աշխարհին, հասարակության այդ երեխուն, գոնե արդեն դու ինքը մի քիչ ամուր էություն դառնա նոր փոխանցես, էլի։ Ծնողի դերը այնքան կարևոր է յուրաքանչյուրիս կյանքում, որ անգամ մեծ տարիքում մեր ծննդյան օրվա կապակցությամբ կամ ցանկացած տոնի, առիթի կապակցությամբ, որքան էլ մենք հաջողություններ ու շնորհավորանքներ ստանանք, որքան էլ գեղեցիկ խոսքեր լսենք, միևնույնն է մեզ համար ամենակարևոր խոսքերը լինելու են մեր ծնողներից, քաջալերող խոսքերը, ուժ տվող խոսքերը, եւ եթե մեզ այդ օրը մեր ծնողը ասում է, թե որքան լավն ենք մենք, ինչ ճիշտ ճանապարհ ենք ընտրել եւ որքան գեղեցիկ ենք, որքան հաջողված ենք, հաջողակ ենք, այնքան մեծ վստահություն ենք մենք ձեռք բերում այդ պահին, որ պատրաստ ենք ամբողջ աշխարհը գրավելու։ Հենց այն աշխարհը, որից մենք այդ նույն խոսքերը կարող ենք լսել եւ այդ զգացողությունը այդպես էլ չունենանք։ Որը որ ընդհանրապես մի հոգուց կարող ենք ունենալ, մի հոգուց լսելով կարող ենք այդ ամեն ինչը զգալ ունենալ։ Ու հիմա մեր երեխաներն էլ այդ փոքր տարիքից ծնված բանից որ այդ ամեն ինչը լսում են, հետո էլ մեծանալու են դառնան շատ ավելի վստահ այդ կյանքում, իրենց կյանքում եւ օրինակ իմ երեխաները պարտեզ են գնացել եւ ոչ մի անգամ չեն հիվանդացել։ Դա զարմանալի փաստ է, որովհետեւ այնքան վստահ եմ ես իրենց այդ ճանապարհը ցույց տվել, ուղղորդել այնտեղ, որ ոչ մի վախ չի եղել, ոչ մի խնդիր չի առաջացել եւ վստահ եմ, որ այդպես լինելու է նաեւ հետագայում, որովհետեւ այն փոքրիկ սերմը հենց այդ ամենաառաջին օրվանից եղել է։ Ու գնալով հիմա մեր աշխարհը դրա կարիքը էլ ավելի շատ ասկում, այդ սիրո կարիքը, վստահության կարիքը, որովհետեւ տարածվում են հիվանդությունները, համատարած են հիվանդությունները։ Որքան շատ ես վախենում այդ հիվանդությունից, այդքան էլ ավելի շուտ հենց այդ հիվանդությամբ դու կհիվանդանաս, այն քո կյանքում կունենաս։ Կներես այդ COVID-ի ընթացքում, ես վստահ եմ, մահերի շատ մեծ տոկոսը, երևի ասենք 80-90%-ը վախի պատճառով էր։ Այն ովքեր որ
կատարվեցին այդ վախին, որտեղ բոլորս էլ հիվանդացանք, չէ՞, բայց այն ովքեր որ չկարողացան իրենց մեջի վախը հաղթահարեն։ Իրականում այդպես է, որովհետև թոքաբորբի հոգեսոմատիկ պատճառը հենց վախն է։ Երբ որ կարողանում ես վախը հանել մեջիցդ, դժվար է հիվանդանաս կամ ծանր չես տանի, հա, վախը որոշիչ դեր է խաղում հենց այդ հիվանդության պարագայում, իսկ մեզ ի սկզբանե այդ տարիներին հենց վախն են ներշնչել, որպեսզի այդ հիվանդությունը տարածվի։ Այո, հենց COVID-ը հենց վախով եկավ էլի։ Դեռ չեկացած արդեն նորությունների իր մասին այնքան ծանր էր, որ մինչև գալը արդեն մարդիկ վախենալուց սկսել էին իրենց վնասել։ Այդ հաստատ։ Ու գիտես, հիմա տարիներ շարունակ այդ զգացումի մեջ ապրելով, հիմիկվա իմ երրորդ փուջուրը, փոքրիկս, այնքան մեծ սիրո մեջ է մեծանում, որ արդեն ես զգում եմ, որ ել ավելի կատարելագործված միջավայրում է ինքը հիմա ի սկզբանե ծնվել եւ ապրում։ Այնքան զգայուն է ինքը հիմա արտաքին միջավայրի նկատմամբ, որ ուղղակի բառերով բացատրելու չի, հա, սերը միանգամից զգում է, վախը միանգամից զգում է, եւ իր պարագայում ես կարող եմ ասել, որ փոքրիկս հիմա այնքան հանգիստ է, գրեթե չի լացում, չի անհանգստանում եւ անգամ իր այդ քնելու process-ը ես կարողանում եմ կազմակերպել ուղղակի հոգեվիճակ փոխանցելով։ Եվ մեզ թվում է, թե շատ բան է պետք մեզ դրա համար, հա, բայց ընդհանրապես հոգեվիճակը կարող ենք մենք պարզապես փոխանցել այդ մարդուն, թե փոքրիկին, մեր երեխային, եւ թե մեր դիմաց նստած մարդուն, մեր կողքինին, մեր շրջապատին, որովհետեւ հիմա մարդիկ զգում են, դու ինչպիսին ես, ինչ ես զգում, ինչ վիբրացիաների մեջ ես, հա, հիմա ընդունված է այդպես ասել, ու փոքրերը հատկապես դա զգում են։ Որքան փոքր է մարդը լինում, նորածինները ամենաուժեղն են զգում այդ վիբրացիաները, որովհետև իրենց մոտ դեռևս գիտակցությունը այնքան զարգացած չի եւ զգայարաններն են ավելի ուժեղ աշխատում։ Եվ իրենք միանգամից կլանում են այդ զգայարանները։ Դրա համար շատ ավելի հեշտ դու փոքրիկին կարող ես փոխանցել այդ զգացողությունը ապահովության, սիրո եւ հենց այդ ապահովության զգացման հիման վրա ինքը կարող է չհիվանդանալ, կարող է լինել ամուր, առողջ եւ ուզում եմ, որ մայրիկները նկատեն, որ պահին են իրենց երեխաները հիվանդանում, ֆիքսեն այդ դրվագը եւ հասկանան, թե ինչից առաջացավ, որ մտքից, որ միջավայրից, որ իրավիճակից հետո իրենց փոքրիկը հիվանդացավ, որովհետեւ այստեղ հստակ կապ կարելի է տեսնել։ Հենց որ մենք արտաքին միջավայրից ինչ որ մի բան չենք ընդունում, մինչև 5-7 տարեկան հաստատ երեխան դա միանգամից զգում է եւ հիվանդանում է։ Ինչի նկատում ես արտաքին միջավայրից մի բան չենք ընդունում։ Արտաքին միջավայրի հետ կապված ինչ որ մի իրավիճակ է ստեղծվում, որի հետ մենք հարց չենք։ Չենք ընդունում այդ իրավիճակը, հա, չենք հանդուրժում այդ մարդուն, չենք հանդուրժում տվյալ իրավիճակը, այդ զգացողությունը, ուզում ենք դուրս գանք այդտեղից, ուզում ենք փախչել այդտեղից, ուզում ենք բոյկոտենք, բայց չի ստացվում, լռում ենք, այ հատկապես այդ իրավիճակում, երբ որ մենք լռում ենք, բայց իրավիճակը ոչ չփոխվեց, ինքը տեղի է ունեցել, բայց հաճախ մենք չենք էլ գիտակցում, հա, ինչա տեղի ունեցել, պարզապես ինչ որ մի բան է ստացվել, որը որ մեր գիտակցությանը դեմ է, մեր ապրած, մեր էմոցիաներին, մեր ընկալմանը դեմ է։ Եվ դա միանգամից երևում է մեր երեխաների վրա, որովհետև գուցե մենք չենք հասկանում դա, բայց երեխան դա միանգամից զգում է ու վերցնում է։ Ու հենց որ մեծերը զգան, մեծահասակները, ծնողները, թե որ պահից սկսած իրենց երեխան հիվանդացավ, գտնեն այդ պատճառահետևանքային կապերը, աշխատեն համապատասխան մասնագետի հետ, այնքան հիվանդություններ կկրճատվեն, հիվանդությունների բուժման ընթացքը կկրճատվի, ծանր հիվանդությունները կքչանան, որովհետև երբ որ մենք աշխատում ենք մեր գիտակցության հետ, շատ բաներ ավելի պարզ են դառնում մեր կյանքում։ Ու դեղերի անհրաժեշտությունն էլ է քչանում, որովհետև դեղը ինչ է անում, դեղը աշխատում է տվյալ պարագայում սիմպտոմների հետ, ախտանիշն է վերացնում, բայց այ բուն պատճառը որտեղ է, այո, երբեմն կա նաև դեղի անհրաժեշտությունը, ես չեմ ժպտում, բայց կան դեպքեր, երբ որ մինչև դեղին անցնելը դու կարող ես հասկանալ որտեղից եկավ այդ խնդիրը, այ աշխատես այդ որտեղիցի հետ, պատճառի հետ,
ու ինքը ինքնստինքյան կարող է արդեն իսկ վերանալ։ Այսօր մենք խոսացինք այդ վախերի պատճառով ֆիզիկական, առողջական խնդիրների հետ կապված ինչ խնդիրներ կարող առաջանան, բայց դրանից զատ երեխան, որ այդքան այդ վախերը փոխանցում է, երեխան իր համար ինչ ապագա է կերտել արդեն։ Կարգին բան կա, չէ՞, կարծեմ ենք մեր մոդել ենք այդ թրիլը սարքել է, որ ասում է ընտրիր քո ճանապարհը սիրուց դրդված, ոչ թե վախից, որտեղ վախից դրդված կոնտրաստ քայլերը քեզ տան ուղղակի գոյատևում ես, դու չես վազում, չես գնում այդ քեզ բաժին հասած կյանքը ապրում։ Այսինքն ֆիզիկական խնդիրներից զատ էլ ավելի այդ երեխան ուղղակի փակում ես, չես թողում, արդեն ինքը դեռ կյանք չմտած, ինքը չի կարողանում գնալ ապրի։ Ես այդ sense երեք գրառում եմ արել, հետո վիդեո նկարեցի, չէ՞, այդ երեքից գիտեմ արձագանքել, մեր ներկան որոշվում է անցյալի կողմից թե ապագայի։ Ներկայում կատարված ցանկացած քայլեր մոտիվացված է ապագայի կողմից։ Ապագան է քեզ ձգում, որ դու բարթանաս, ակումբից վեր գնաս, կամ աշխատես, կամ սովորես, կամ ապրես, դա ապագան է քեզ միշտ կանչում։ Իսկ դու ինչ տեսակի ապագա ես տեսնում, այսինքն քեզ ինչ տեսակի ապագան է կանչում, դա արդեն քո ապրած անցյալն է որոշում։ Դու ինչքան սահմանափակ ես, քեզ ինչքան են ասել ու չես կարող, մի արա։ Ինչ տիպի վախը, չէ՞ ներմուծել քոնից։ Թե ոնց են քեզ բացել, ոնց է օրինակ եվրեներն են անում։ Չգիտեմ, գիտես չէ, եվրե ծնողները իրենց երեխեքին անգամ այն տկար երեխեքին Անենց են դաստիարակում, որ դու են ամենալավն ես, ամենալավն ես, այն սուպերմենի կոմպլեքս են ունեցնում մեջ, որ դու ամեն ինչ կարող ես անես, հա։ Այդ երեխան դուրս է գալու իսկականից հաջողությունների է հասնում։ Վերջո կարողանում է։ Այսինքն, որպեսզի դու sense մի հատ հզոր ապագա կարողանաս քո համար պատկերացնես ու այդ էլ արդեն երազություն ունես քոսով ապրած ներկայում, շատ կարևոր է, որ այդ անցյալում այդքան այդ վախեր ունեցած չլինես։ Ու այդ վստահությունը ունենաս հենց ի սկզբանե անցյալից։ Ապագայում թե ինչ նպատակներ կդնես քո առաջ, ճիշտ է, ապագայից ես դու մոտիվացվում ներկայում, բայց միևնույնն է, ապագայում ինչպիսին ես քեզ պատկերացնում, այդ կերպարը ես կարծում եմ անցյալից է գալիս, որովհետև իսկ ինչպես են քեզ մեծացրել անցյալում, ինչպես ես դու դաստիարակվել, ինչ ծրագրեր ես ստացել անցյալում անգիտակցաբար ու ինչպիսին ես քեզ պատկերացնում ապագայում հենց դրա արդյունքում, որովհետև այն հիմքն է ամեն դեպքում, հա, անցյալը, թե դու քեզ ինչպիսին կարող ես պատկերացնել ապագայում, ինչքան քեզ կաշկանդեն, այդքան դու քեզ նեղ ես պատկերացնելու, սահմանափակ, անկախ քո կարողություններից, հա, ու կապ չունի թե դու ինչ ես կարողանում, եթե դու հավատում ես, որ դու դա կարող ես անել, դու միանշանակ կարող ես եւ ղեկավարել, եւ շատ մեծ թիմեր ղեկավարել, կարևոր դեր զբաղեցնել ես։ Իմ անձնական փորձից ես վերջի մի քանի տարվա մեջ ոնց ասած գիտակցա, որ պայքարի սկսեին վախերի դեմ, որոնք որ շատ էին ու ամեն վախը հաղթահարելուց, sense մի հատ ոնց ասած գանձերի կճուճ էր սպասվում ինձ այդ վախի հետևը։ Միշտ վեր ունեցած վախերի հետևը sense մի հատ շատ մեծ գանձարան է սպասվում, էլի, իհարկե։ Այո, իմ անցած տրեյնինգների ընթացքում էլ միշտ դա շեշտվում է, որ վախը իրականում գանձարան է։ Ինչքան շատ բացահայտես քո մեջ այդ վախերը եւ հաղթահարես դա, այդքան մի մեծ գանձարան, ամեն անգամ մի մեծ գանձարան ես դու ունենալու ձեռք բերելու ու դա շատանալու է քո կյանքում։ Այս վերջերս ես որոշեցի համարձակություն գտնել մեջս ու զիպլայնով թռնել Հայաստանում շատ երկար ժամանակ վախենում էի ու երբ որ կողքից ասում են, բա ինչի դա պետք, ինչի համար է, նամանավանդ եթե վախենում ես, ինչի համար ես դա անում, ես հստակ գիտեի ինչի համար եմ դա անում, վախից ձերբազատվելու, որովհետև հենց որ ազատվում ես քո վախից, դու բառեզբուն իմաստով ազատվում ես, մի հատ շունչ ես քաշում, երբ որ այդ վախը քո մեջ էլ չկա, ու մի հետաքրքիր բան էլ կա, վերջերս մոտ 2 ամիս է հաճախում եմ օդային յոգայի, օդային յոգան ամեն անգամ գետնից պոկվելու մասին է, երբ որ դու եւս մի շարժում, դրուկ, այսպես ասած, պետք է անես օդում, բայց առանց ոտքերի, առանց ձեռքերի, իրականում վախենալու է ու մի քիչ էլ ուժ է պահանջում, բայց ամեն անգամ, ամեն մի նոր այսպես կոմբինացիա անելուց ես մի մեծ վախից եմ ձերբազատվում, շատ մեծ։ Ու անելուց հետո մի հատ այնց ազատություն եմ զգում,
հասկանում եմ, որ ես դա արեցի, իսկ երկրորդ անգամ անել է այնքան հեշտ է տրվում, որ դու գիտես, որ դու արդեն մի անգամ դա արել ես ու ոչինչ չի եղել։ Ոչ մի վախենալու բան չկար, ոչ մի վտանգավոր բան այդտեղ չկար։ Պարզապես արեցի, նույնն էլ zipline-ն էր։ Հաջորդ անգամ ես գիտեմ, որ էլ ավելի ազատ կարող եմ թռնել։ Պարաշուտով երբ եք թռնում։ Այ ուզում եմ։ Ենք արեցին կնոջս հետ շատ զոր զգացմունք էր, որ բոլորին խորհուրդ եմ տալի, հատկապես եթե վախում եք։ Եթե վախում եք, անպայման գնացեք արեք։ Այ հենց դրա համար եմ ուզում անել։ Անցած տարի որոշել էի ճիշտ ասած, թռնել պարաշուտով, թռնել zipline-ից, թռնել zipline-ով, պարաշուտով։ Եվ հենց այդ ժամանակ իմացա, որ փոքրիկ եմ սպասում ու որոշեցի հետաձգել, բայց ստացվեց։ Փոքրիկս ծնվեց եւ դա բոլորովին էլ չխանգարեց ու հիմա կարելի է իսկապես մտածել պարաշուտի մասին։ Ու բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե ունեն վախեր, անպայման հենց առաջինը այդ վախը հաղթահարեն, որովհետեւ դա ազատություն է։ Դա քայլ է դեպի ազատություն։ Լինել խիզախ չի նշանակում, չէ՞, չվախենալ, նշանակում է վախենալ ու անել։ Իսկ մենք ապրում ենք այն կյանքը, որ ինչքան որ մեր խիզախությունը թույլ է տվել։ Այո։ Այսինքն ինչքան կարաք հաղթարեք ձեր վախերը, որ էլ ավելի կարողանաք բացվեք ու ապրեք ու եթե սահմանափակ ենք այսօր մեր զրույցը, մենք խոսացինք ծնողների վախերի ներազդեցություն երեխեքի վրա, եթե չեք ուզում այդ վախերը փոխանցել, դուք ձեր վրա պետք է աշխատանք տանեք։ Եթե դուք ձեր համար չեք անում, այդ երեխեքի համար պետք է այդ աշխատանքը տանեք։ Ու նաև ինքներդ ձեզ համար։ Եվ ես էլ սահմանափակելով ուզում եմ ասել, որ մենք այն ենք, ինչի շուրջ կարողացել ենք պայմանավորվել, ու պայմանավորվել նաև ինքներս մեզ հետ առաջին հերթին։ Եթե մենք պայմանավորվում ենք, որ մենք դա կարող ենք անել եւ կարող ենք հաղթահարել այդ վախը, ապա ամեն բան հնարավոր է։ Հաստատ։ Շնորհակալ եմ շատ քեզ, Մարգարիտա ջան, հուսով եմ վստահ եմ, ելի կհանդիպենք, որովհետեւ շատ երազիկ զրույց ունեցանք։ Շնորհակալ եմ, շատ ժամանակի համար։